Բարև ձեզ, իմ զրուցակիցը լրագրող հեղինակ Անի Քոչարն է։ Ողջույն Անի։ Ողջույն։ Անի, դուք արդեն 2 գրքի հեղինակ եք, Հանձնվել չկա եւ Կյանքը երկրորդ փորձից, եւ ես գիտեմ, որ նաեւ ձեր փորձառությամբ կիսվում եք կենթանի շփումներում, պատմում եք մարդկանց, այս պահին ինչն է ամենաշատը իրենց հետաքրքրում, ինչ հարցեր են ձեզ շատ տալիս, վստահ եմ նաեւ շատ գրում են։ Շատ են գրում եւ կյանքի այս փուլում իմ լսարանին հիմնականում ինձանից հետաքրքրում է լսել քաջալերող խոսք, մոտիվացիոն խոսք, որովհետև մենք այնպիսի իրականությունում ենք ապրում, միայն Հայաստանում չի այդպես, առհասարակ դա համընդհանուր խնդիր է։ Թվում է թե շատ բավարար պայմաններում է, չէ, այժմ մեր մոլորակը, հացի սղություն չկա, գլոբալ հատուկ են երկրները հաշվի չառած, ջրի խնդիր չկա, ապրուստի խնդիր չկա, ընդհանուր առմամբ մարդիկ բնականաբար շատ ավելի լավ են ապրում, քան օրինակ մութ ու ցուրտ տարիներին 90-ականների, որ իմ սերունդը մեծացել է մոմի լույսի տակ, բայց մարդկանց ինչ որ հոգևոր սով կա, որ հոգու մեջ դատարկ տարածություն կա, որը հաճախ դժվարությամբ են լցնում եւ անգամ շատ փոքր խնդիրներից ու փորձությունից այնպես են խոճապի մատնվում, այնպիսի տագնապային զգացողություններ է առաջանում, որ թվում է թե պետք է այդպես չլիներ։ Եվ մարդիկ շատ են ուզում հասկանալ այդ ինչպես է ստացվում, որ ես կարողանում եմ անգամ շատ մեծ փորձությունները ժպիտով ու գլուխը բարձր անցնել։ Եվ իդեպ այս նկարահանումից ընդամենը 2 օր հետո ես ունեմ շատ մեծ հանդիպում Արմավիրի մարզում, իրենց մշակութային տանը, շատ մեծ հանդիպում է սպասվում, եւ ես վստահ եմ, որ կրկին լսարանից հիմնականում հնչելու են հարցեր, ինչպես հաղթահարենք սա, ինչպես անցաք դուք այս փորձությունը, հիմնական հարցերի շրջանակը դրանք են։ Հիմա սոցցանցային է իրականության մեջ, կարծես մրցակցություն է ցուցադրելու թե որքան փայլուն է մարդկանց կյանքը, թեև երբ կյանքի որոշակի փորձառություն ես ունենում, հասկանում ես, որ որքան շատ է մարդը ջանում ցույց տալ, որ իր կյանքում ամեն ինչ հրաշալի է, այնքան հարցերը ավելի շատ պիտի այդտեղ առաջանան, բայց դուք ունեցել եք եւ ունեք համարձակություն խոսել խնդիրների մասին, միևնույն ժամանակ դա չանել կենցաղային մանր ինչ-որ պատումներով մենք հիմա շատ տեսնում ենք այդ ուղղությունն էլ կա կենցաղային իրավիճակներ են ներկայացնում տգեղ է նույնիսկ նայելը բայց դուք խոսում եք խնդիրների մասին եւ դա անում եք արժանապատվորեն շատ գեղեցիկ լավ հայերենով այդ անկեղծությունը իհարկե շատ բաներ տալիս է մարդկանց որովհետեւ բոլորն էլ իրենց չափով իրենց խնդիրներն ունեն որոնց մասին չեն բարձրաձայնում բայց ինչ է դա տալիս ձեզ եւ ինչ է վերցնում ձեզնից։ Ես մի առաքելություն եմ ստանձնել եւ պետք է ասեմ ոչ շատ այդպես մտածված եմ, պես չէ որ ես երկար բարակ մտածել եմ, նստել եմ որոշում եմ կայացրել եւ դա իմ անելիքների ցանկում եմ գրել, որ այ ես պետք է առաքելություն ստանձնեմ մարդկանց օգնելու։ Դա շատ ինքնաբերաբար է ստացվել եւ կարծես կյանքն ինքն է հուշել եւ թելադրել, որ ով եթե ոչ դու, որովհետև ես լինելով գրչի մարդ եւ ես լինելով հանրային մարդ պետք է բարձրաձայնեի թեմաների մասին, որոնք օրինակ տարիներ առաջ տաբու էին համարվում։ Նույն քաղցկեղի թեման մեր շատ հայտնիներ, ովքեր հաղթահարել են, երկար տարիներ շատ խնամքով թաքցնում էին եւ նրանցից շատերը համարձակություն ասեմ, թե գոտեպնդում ասեմ, որ ստացան խոսելու նույնպես այդ թեմայով, երբ արդեն ես այդ կարծրատիպը կոտրել էի, որ խոսել խնդրի մասին չի նշանակում խղճահարություն առաջացնել կամ չի նշանակում, որ դա անում ես, որպեսզի, չգիտեմ, մարդիկ քեզ կարեկցեն եւ այլն։ Ճիշտ հակառակը, դու երբեմն խոսում ես խնդիրների մասին, ցույց տալու, որ դուք միայնակ չեք ձեր խնդիրների հետ։ Չէ՞ որ Հայաստանում հազարավոր մարդիկ բախվում են այդ եւ նմանատիպ այլ շատ ծանր ախտորոշումների։ Եվ մարդկանց երբեմն թվում է, որ իրենք իրենց ցավի հետ միայնակ են, իսկ երբ դու խոսում ես եւ ասում ես, գիտես, շատ մարդկային է, իմ մազերն էլ են թափվել, իմ եղունգներն էլ են ընկել, իմ մաշկն էլ է պլոկվել, ես էլ կարծես սարսափ ֆիլմից մեկը լինեի, իսկ այսօր տեսեք կրկին երկար վարսերը կան, ամեն բան իր տեղում է եւ այդ ամենը դու կարողանում ես կրկին ձեռք բերել համառ պայքարի արդյունքում եւ մարդն ասում է, ահա Եթե ինքը կարողացել է, ուրեմն ես էլ կարող եմ եւ իմ բարձրաձայնելը բացարձակ որևէ այլ նպատակ չունի, որովհետեւ հավատացեք այնքան հեշտ կլինի կյանքիդ այդ դժվարին մութ գորշ էջերը փակել, շատ խորը մի անկյունում պահել եւ սկսել նոր կյանք,
թեթև, արդեն բոլորովին այլ էջից եւ շատ դժվար է ամեն անգամ վերադառնալ այդ ամենին, կրկին վերապրել այդ ամենը եւ փորձել քո վերապրածով օգտակար լինել այլ մարդկանց։ Հավատացեք, դա հեշտ առաքելություն չէ։ Երբ մարդը այդպիսի ախտորոշում է ստանում, առաջին ռեակցիան ի՞նչն է լինում։ Ժխտումն է լինում, Այո։ ցավն է լինում, ի՞նչ եք մտածում։ Որպես առաջին? կանոն այսպես է, առաջին դա ժխտումն է, այնուհետև ընդունումը եւ հոգեբանական այդ համակերպում կոչվածը, որ դու համակերպվում ես խնդրիդ հետ եւ արդեն սկսում ես պայքարդ։ Իհարկե կան մարդիկ, որոնց մոտ այս հստակ բաժանումները այդպես էլ իրենց տեղը չեն գտնում եւ ըստ դրա նաեւ մարդը չի կարողանում հավուր պատշաճի իր խնդրի հետ հաշվի նստել եւ պայքարել եւ հանգուցալուծում տալ։ Եվ մարդը սկզբից մինչեւ վերջ ոչ մի կերպ չի համակերպվում, ոչ մի կերպ ուժ չի գտնում իր մեջ այդ պայքարը սկսելու բարեկամներն ու հարազատներն են համոզում անընդհատ նրա նվնվոցների այդ ամբողջ շրջանը տանում։ Իմ պարագայում ինչու այդպես չի եղել, որովհետև ես շատ ուժեղ կամքի ուժ ունեմ, ես դա մանկուց իմ մեջ կոփել եմ, երբեմն հանգամանքներն են ստիպել, երբեմն դա մարդու տեսակի եւ խառնվածքի խնդիր է, բայց ես շատ ուժեղ կոփված կամքի ուժ ունեմ եւ ես հասկացա շատ արագ մի բան, որ որևէ մեկը պարտավոր չէ իմ նվնվոցը, իմ, չգիտեմ, ցավերը եւ իմ հիստերիաները, այո, որովհետեւ երբեմն դու դա ես ունենում, տանելու, եւ ես շատ արագ ինձ հավաքեցի եւ ես իմ ախտորոշմանը առհասարակ մշտապես իմ արժեվ ծառացած խնդիրներին ես վերաբերում եմ որպես մարտահրավեր եւ լծվում եմ այդ խնդրի լուծմանը, որովհետեւ ես հասկանում եմ մի բան, որ եթե ես տրվեմ էմոցիաներին, զգացմունքներին եւ իմ ապրումներին, ապա հույզերը ուղակի կխեղդեն պայքարի ոգին եւ ես ուղակի չեմ կարողանա պայքարել։ Եվ ես ցանկացած մարդուն միշտ խորհուրդ եմ տալիս, որ թե իրենց անձնական խնդիրները, թե իրենց գործնական ձախողումները, թե առողջական խնդիրները մշտապես դիտարկեն որպես այդ պահի մարտահրավեր եւ ուղակի լծվեն պայքարի, որովհետեւ եթե դու դրան չես վերաբերում որպես պայքարի ուղի եւ չես սկսում քո գործնական քայլերը, այլ քեզ կողքից անդադ համոզում են, խնդրում են, որ դու այս կամ այն քայլ անես, դա ստացվում է մի բան, որ քո կյանքով սկսեցին ապրել նաեւ այլ մարդիկ, մի բան, որ ես համարում եմ անարդար է, հենց նույն նաև ընտանիքի անդամների նկատմամբ, որովհետև Աստված ոչ անի թե որևէ մեկի հետ մեծ փորձություններ չպատահեն, բայց եթե անգամ պատահել են, ապա դու պետք է վճռականություն եւ ուժ գտնես դրանք ինչ որ միտեղ նաև ինքնուրույն անցնելու։ Անի նման պահերին կողքից մարդիկ ուզում են մի լավ բան անել, մի լավ բան ասել, բայց երբեմն ստացվում է այնպես, որ հակառակն է լինում։ Ուզում ես լավը, բայց ասածը դարման չի, անիմաստ է հնչում։ Նման պահերին ինչ են ուզում լսել մարդիկ եւ ինչ չեն ուզում լսել։ Ես կարծում եմ, որ շատ անհատական է, երևի ամեն մեկը իր ցանկություններն ունի, թե ինքը ինչ է ցանկանում լսել։ Օրինակ, ինձ համար շատ կարեւոր էր, որ ես զգամ, որ ես կարևոր եմ այն թանկ մարդկանց համար, ում համար ես նաև պայքարում էի, եւ որոնց համար իմ աչքերում իմ պայքարը արժեք էր ունենում եւ չէր իմաստազրկվում եւ ես իսկապես այդ քաջալերությունը եւ այդ սիրտ տալը իմ հարազատների ու մտերիմների կողմից զգացել եմ։ Իհարկե նաեւ մեր հայության բազմահազարանոց այդ նամակները, աղոթքները, ինձ համար վառված մոմերը, որ մարդիկ նկարում եւ ուղարկում էին աշխարհի տարբեր ծայրերից, դու հասկանում ես, որ դու սովորական շարքային մի մահկանացու, որ թվում է, չէ, ասում է իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում եւ չի պակասի աշխարհում ոչինչ, բայց կարդում ես այդ նամակները եւ հասկանում ես, որ չէ, դու որ մի հյուլե ես, մի փոքրիկ կետ ես այս մոլորակի վրա, արի ուտես, որ հազարավոր մարդկանց կյանքում կարևոր ես։ Եվ եթե մի կողմ թողնենք իմ հանրային մարդ լինելը, ես ինչու եմ ամեն անգամ այս թեմայի մասին խոսելիս հուզվում, ոչ թե որ տխուր եմ, այլ որտեվ այնքան սրտիս մոտ է այս թեման այն առումով, որ Աստված իմ, որքան կարող են անգամ օտար մարդիկ քեզ համար ցավ ապրել։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր հայտնի չեն եւ գուցե ընկճվում են, որ իրենք շատ-շատերի համար միգուցե կարեւոր չեն, եւ այս տարբերությունը, հա, հանրային եւ ոչ հանրային մարդու ոչ, դուք էլ կարեւոր եք ձեզ համար, թանկ մարդկանց համար։
Եվ ինձ համար օրինակ հենց միայն այն որ օրինակ հերավոր երկրում ապրող իմ ընկերուհին ամեն օր գրում էր որ ձեռքդ բաց չեմ թողնելու հենց միայն այն որ տղայիցս փոքրիկ կարճ ինչ-որ վիդեոներ կամ ինչ-որ տեքստեր էր ինձ ուղարկվում այն որ քույրերս կամ ծնողներս ինձ քաջալերում էին արդեն ամեն ինչ էր ինձ համար եւ ես գիտեմ մի բան որ փորձության մեջ գտնվող մարդուն հատկապես այդ սրտացավ խոսքն է որ օգնում է իսկ երբ անտարբերություն ես նկատում դու զգում ես որ չլինես է որևէ մեկի համար որևէ բան չի փոխվելու այնց թվում է այդտեղ է որ մարդու պայքարը անիմաստ է իրեն թվում եւ սա կրկնում է միայն առողջական խնդիրներին չի վերաբերում, սա ցանկացած խնդրի դեպքում է այդպես։ Անի իսկ ինչ չեք ուզում լսել այդ պահերին։ Օրինակ ես չէի ուզում որևէ կերպ լսել, որ չկա փրկություն, չկա ելք, եւ բոլոր այն հորետեսական կանխատեսումները, որոնք փոխանցվում էին ինձ ուղակի կամ անուղակի կերպով, ես այսպես պատնեշ էի ստեղծում իմ եւ այդ կանխատեսումների միջև, լսել անգամ չէի ուզում, անգամ օրինակ այն, որ իմ բժիշկները եկան հայտնելու, որ իմ երկու հարազատ քույրերը որպես ոսկրածուծի դոնոր փոխպատվաստման համար ինձ բացարձակ չեն, իրենք իրար համապատասխանում են լիովին, իսկ ինձ 0 որովհետև մեր միջև կա նաև շատ տարիքային տարբերություն եւ ես եւ քույրերս 10 տարվա տարիքային տարբերությամբ ենք ծնվել այնպես որ անգամ այդ պարագայում որ այսինքն ապրելու հավանականությունը շատ կտրուկ նվազում է ասացի բժիշկ ջան ինձ բացարձակ այլևս ոչինչ չի հետաքրքրում որովհետև օրեր շարունակ անընդհատ վատ կանխատեսումներ եւ վատ ելքեր էին ի հայտ գալիս ես ասացի Ես ապավինում եմ Տիրոջը եւ ես ապրելու եմ եւ իմ երկու ոտքերով եմ դուրս գալու հիվանդանոցից եւ այդպես էլ եղավ եւ ես կարծում եմ ամեն անգամ երբ թվում է թե այլևս ելք չկա երբ դու հոգևոր առումով քեզ բոլորովին այլ հարթության մեջ ես դնում եւ քո էներգետիկ դաշտը այլ տիրույթ ես տեղափոխում, որովհետեւ հենց այսօր մի հետաքրիր տեսանյութ էի նայում, ֆիզիկայի օրինակով մասնագետը բացատրում էր, որ յուրաքանչյուր անգամ ապրում զգացողություն, ինչպես ֆիզիկայում յուրաքանչյուր ատոմ, մոլեկուլ կամ տար ունի էներգետիկ դաշտ եւ վիբրացիաներ։ Երբ դու դրական էներգետիկ դաշտ ես ստեղծում, դրականն է ներքաշում։ Բացասականը, երբ դու էներգետիկ դաշտում արդեն իսկ քեզ դեպի ապաքինում ես ստանում, չի կարող օրգանիզմը չսկսել դրան արձագանքել։ Իսկ երբ դու ասում ես, ահա, բժիշկն ասեց, որ այսպես ու սկսում ես դրա վրա կենտրոնանալ, քեզ աշխարհի անգամ ամենաարդյունավետ դեղահաբը չի օգնելու։ Ես ձեր հարցազրույցները բնականաբար նայել եմ։ Մի օրինակ բերեցիք, որ ինձ շատ հետաքրքրեց, որ դուք ուղեղով նույնիսկ կարողացել եք կառավարել ցավը։ Այո։ Այդ ընթացքում, այն դեպքում, երբ մյուսները բղավում են ցավից, դուք մտովի այդտեղ չեք եղել։ Այո։ Ես այդպիսի պատմություններ էլի լսել եմ ու ինձ միշտ թվում էր, թե ինչ որ չափազանցություն կա այդտեղ։ Ինչպես է դա հնարավոր։ Այս հարցից անգամ փշաքաղվեցի, որովհետև երբեմն ինձ թվում է դա իմ մասին չէ, որովհետև երբ ես հետ եմ նայում, ես էլ չեմ պատկերացնում, որովհետև դա իսկապես շատ ցավոտ պրոցեդուրա է, առհասարակ պունկցիան, բիոպսիան, ովքեր անցել են, գիտեն դրանք ինչ են իրենցից ներկայացնում եւ կոնկրետ ողնաշարից արվող այդ պունկցիաները եւ նաեւ ողնաշարից տրվող քիմիաթերապիաները, դրանք շատ ցավոտ պրոցեդուրաներ են եւ չափահաս մարդկանց դեպքում դա առանց ցավազրկման են անում, որովհետեւ դու պետք է սթափ լինես, դու պետք է թմրած կամ քնած չլինես, որպեսզի ամեն իրենց ասածին արձագանքես եւ եթե օրինակ մի օր իմ գերմանացի բժիշկը Հայաստանում լինի եւ հարցազրույց վերցնեք որովհետև ինքը դա մշտապես ասում էր եւ ինձանից հետո ես գիտեմ որ շատ հայ բուժառուների էլ է ինքը պատմել որ այ գիտեք այսպիսի հայ աղջիկ կար եւ ինքը չգիտեր որ ես հայտնի մարդ եմ Հայաստանում եւ բոլոր իր հայ բուժառուներն ասել են այո գիտենք մենք ճանաչում ենք իր պատմությանը տեղյակ ենք ինքը միշտ ասում էր ես իմ բժշկական պրակտիկայում նման բան չեմ տեսել եւ այո ես դա արել եմ դա իրականություն է դա բացարձակ չափազանցություն չէ եւ դա հոգևոր նաև դաշտի վրա դու այնքան ես աշխատում, որ դու երբեմն կան չէ նաև այդպիսի օրինակ պատմություններ, որ մարդիկ ովքեր հոգևոր են եւ օրինակ իրենց կտանքների են ենթարկել, ինչ որ մի պահից իրենք բոլորովին այլ հարթության վրա են եղել,
էներգետիկ դաշտում եւ հոգեվոր դաշտում իրենք այլ տիրույթում են եղել եւ իրենք այդ ֆիզիկական ցավը այլևս սկսել են չզգալ։ Իմ պարագայում ես նույնպես ես աչքերս փակում էի եւ ինձ մտովի վերցնում էի այդ տեղից եւ տեղափոխում էի իմ ցանկալի իրականությունը եւ քանի որ աչքերս փակ էր միշտ իմ բժիշկը քանի որ դու այսպես որ կորաձև դիրք ես ընդունում եւ պետք է ես բժշկից էի բռնվում դա շատ վտանգավոր պրոցեդուրա է եւ օրինակ իմ պարագայում իմ գլխավոր բժիշկն է միշտ ինձ հետ դա անցել արել ինքն է ինձ բռնել եւ մասնագետները արդեն դա իրականացրել ինքը միշտ ուսիս էսպես տպտպացնում էր եւ ասում էր անի այստեղ ես, որովհետև իրենց թվում էր, որ գուցե ես ուշագնաց եմ եղել ցավից, ասում էի այստեղ եմ, ասում էր ձայն հանի, վախենում ենք, մտածում ենք, այսինչ այս աղջիկը ձայն չի հանում առհասարակ, որովհետև ես բոլորովին այլ իրականությունում էի եւ ավելին ասեմ, ես տարիներ անց ամբողջ այդ պատկերները, որոնք ես վիզուալիզացնում էի, ես տեսել եմ։ Դրանք նաեւ նկարներով կան, դրանք իմ Instagram-յան էջում են դրված։ Եվ այդ տեսարանը, որ ես տեսնում եի, որ ես որդուս հետ թևանցուկ անցնում եմ եւ մարդկանց այդ բազմության հիացական հայացքները մեզ, ես այդ ամեն հայացքը տեսել եմ իրականության մեջ։ Սրանք երբեմն այն մարդկանց համար, ովքեր հոգևոր պրակտիկաներ չեն անում, իրենք իրենց հոգևոր դաշտի վրա չեն աշխատում, իրենք իրենց կամքի ուժը չեն մարզում, իրենց համար սրանք լոկ բառեր են եւ բառերի մակարդակում են, բայց ես հավատացնում եմ, երբ դու ամեն օր այ մարդիկ մեր օրերում որքան են, չէ, հոգ տանում իրենց արտաքին տեսքի համար, միջամտությունների են գնում, լավ են անում։ Հիմա այս խոսքից էլ չկար, չեն ասեն քննադատում է, չեմ քննադատում, Ժորժ ջան, ամեն մեկը ձեզ հետ արեք, ինչ կամենում եք։ Ես ինձ հետ անում եմ այն, ինչ ես եմ կամենում եւ ոչ թե ինչ պահանջում են թրենդները կամ ինչ ինձանից ակնկալում է հասարակությունը։ Ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ այնպես, ինչպես շատերն աշխատում են իրենց արտաքինի վրա։ Եվ ես երբեմն ինքս զարմանում եմ, թե ես որտեղից եմ գտնում այդքան ուժ ու ռեսուրս եւ էներգիա, այդքան կոփելու կամքի ուժը։ Իսկապես ցավ չէիք զգում այդ ընթացքում, թե կարողանում եք կառավարել դա։ Ես ցավը զգում էի, բայց ես քանի որ բոլորովին այլ վայրում էի, դա կարծես ուղղակի ինձ խանգարող ինչ որ հանգամանք լիներ պահի տակ, բայց ես այնքան էի ինձ տեղափոխում այլ իրականություն, որ ես ձայն չէի հանում։ Եվ գիտեք ինչպես է, թող մարդիկ օրինակ ամենահասարակ բանը անեն եւ կզգան, եկեղեցի մտեք գլխաշորով եւ առանց գլխաշորի։ Ես ձեզ հավատացնում եմ, որ ձեր ամբողջ աուրան, ամբողջ էներգետիկան, ամբողջ վարքագիծը փոխվում է։ Մի բան է, որ օրինակ դու կիսամերկ մտնում ես եկեղեցի, տեսել ենք, չէ՞, շատ օրինակ նույն Սևանի եկեղեցում ես տեսել եմ մարդը լողափից, մեկ էլ որոշում է, որ այդպես կիսամերկ պետք է մտնի եկեղեցի։ Եվ բոլորովին այլ բան է, երբ դու փակված եւ գլխաշորով ես մտնում եկեղեցի։ Էներգետիկատ եւ հույզերդ անգամ այդ խոնարհությունը ակամա կարծես թելադրվում է քեզ։ Եվ նաեւ այդպես է, երբ դու օրինակ ինչ որ էներգետիկ առումով քեզ այլ տեղ ես տեղափոխում։ Ես վստահեցնում եմ անգամ փոքր պրակտիկաներով մարդ կարող է համոզվել, որ դա այդպես է։ Կինը, որ օրինակ շատ շքեղ համարցակ դիմահարդարում է արել, շատ շքեղ վարսահարդարում, նա իրեն բոլորովին այլ կերպ է զգում, քան եթե նա այդ պահին տան, ինչ որ ոչ այդքան ներկայանալի հագուստով, պատահաբար ինչ որ մեկը դուռը թակել է եւ բացել է, հոգեվիճակն անգամ բոլորովին այլ է, պահվածքը, վարքագիծը, շարժումները, այն նույն կերպ նաեւ այդպես երբ օրինակ ցավ ես զգում, այժմ նաեւ մեկ ուրիշ բան կարող եմ ասել, ծննդաբերության ժամանակ էլ իմ բժշկուհուն Քրիստինա Ռուբենովնային կարող եք դիմել եւ հարցնել, թեկուզ զանգահարել։ Այդ նույն կերպ ես այդ նույն վարքագիծն եմ դրսևորում նաև բալիկներին լույս աշխարհ բերելիս։ Այսպես պատասխանատվության գիտակցում անդադուն եմ ասում Աստված իմ կասեն, էս Անի Քոչարը էս ինչ լաչար է կամ էս Անի Քոչարը էս ինչ թույլիկ է, ու միշտ ինձ այսպես զիկտոկուն զինվորի նման ծննդաբերության ժամանակ էլ ձայն չեք։ Ոչ, ես առաջին բալիկիս ունեցել եմ բնական ճանապարհով, երկրորդ բալիկիս ունեի շատ լուրջ բժշկական խիստ ցուցումներ եւ անհնարին էր, թեև ես մինչեւ վերջին րոպեն պնդում էի, որ
փորձենք էլի, կարող է Աստված նորից ինձ հետ լինի, ասացին չի անի, արի արկածախնդրության չգնանք, նաև երեխայի կյանքն է, իսկ այդտեղ արդեն ես միշտ հետ քայլ եմ անում։ Եթե խոսքը միայն ինձ չի վերաբերում եւ իմ կյանքին չի վերաբերում, ես միշտ լսում եմ բժիշկներին, բայց եթե բացառապես իմ մասին է, ես մինչև վերջ էլ կպնդեի, բայց երկու պարագայում էլ թեկուզ նույն ցավազրկման դեպքում, երբ անում են, որպեսզի արդեն կեսարյան հատման գնանք, ես ինձանից ոչ ձայն, ոչ երբեմն անգամ միմիկա չի շարժվում, որովհետև ես կրկին այդպես աչքերս փակում եմ, ձեռքերս եթե բռնվելու տեղ չկա, բռունցքներ եմ անում եւ փորձում եմ մտովի ինձ այլ իրականություն տեղափոխել եւ դա ինձ մոտ ստացվում է։ Չեմ ասում, որ պետք է բոլորի մոտ սա անպայման ստացվի, եթե որևէ մեկը իրեն ավելի հարմարավետ եւ կոմֆորտ է զգում որևէ ճիչ արձակելու կամ ձայն հանելու, թող որ դա անի, դրա մեջ որևէ վատ բան չկա, պարզապես իմ ողջ ասացի էությունն այն է, որ եթե դու քայլեր ես ձեռնարկում, ջանում ես, պայքարում ես, ինքդ քեզ վրա աշխատում ես, անհնարին է, որ չստացվի։ Անի, նման դժվարին իրավիճակներում վերաարժևորում ենք մեր նախկինում եղած կարևորությունների ցանկը, չէ՞։ Ինչ էիք դուք մտածում, կար բաներ, որոնց համար ափսոսում էիք, որ կարևորություն եք տվել նախկինում։ Իհարկե կան այդպիսի բաներ, բայց որ ասեմ շատ են, կստեմ, ինչու, որովհետև ես քանի որ շատ վաղ տարիքից 13-14 տարեկանից աշխատում եմ։ Այսինքն պատկերացեք, որքան շուտ եմ մտել մեծերի աշխարհ եւ մեծերի կյանք։ Եվ քանի որ երկու այնպիսի մասնագիտություններով եմ սկսել աշխատել մանեքենուհու եւ լրագրողի, որոնք երկուսն էլ բավական բարդ աշխարհներ են, մեծ մրցակցությամբ, տարբեր փորձություններով եւ գայթակղություններով լի եւ դեռևս չձևավորված մարդը մտնում է այդ մեծ փորձությունների եւ գայթակղությունների աշխարհ։ Եվ ես հասկացել եմ մի բան եւ հենց այդ տարիքից սկսել եմ իմ կամքի ուժը կոփել եւ իմ արժե համակարգ այնքան հստակ ձևակերպել, այնքան խիստ չափորոշիչներ ինքս ինձ համար սահմանել, որ այդ հեղեղուկ վիճակները, տատանումները, ինչ որ ալիքների ու հովերի տրվելը չլինի։ Եվ ըստ դրա էլ ամեն փորձությունից հետո որքան էլ վերարժևորում եմ իմ կյանքը, բայց այնպես չէ, որ գաղափարական առումով, սկզբունքների առումով, արժեքների առումով ինձ մոտ ասեմ այսպես ինչ որ հեղաշրջման նման է լինում։ Ոչ, որովհետև մինչև փորձությունն էլ շատ հստակ է ինձ մոտ այդ արժեքներն ու սահմանները եւ փորձություններից հետո էլ այստեղ այլ բան է ավելի շատ խոսում, չէ՞ որ մենք մեծանում ենք։ Ես երբեմն չեմ հավատում, որ ես արդեն եկող տարի դառնում եմ 40 տարեկան, ասում եմ ու 40 տարեկան, երբ ես փոքր էի եւ լսում էի որևէ մեկը 40 տարեկան է, ինձ թվում էր, որ վերջ այդ մարդն իր ողջ կյանքն ապրել է, չէ՞։ Մեզ փոքր տարիքում միշտ թվում է, որ 40-ը որքան շատ է։ Այժմ ես գրեթե 40 եմ եւ ամենևին չեմ զգում, բայց երբեմն իմ կենսակերպում եմ զգում, որ ոչ, այնուամենայնիվ ես առաջվա այլևս թռվռ այն աղջնակը չեմ, ավելի այսպես նստում ես, ավելի էներգիատ այլ տեղ է ուղղորդվում, արդեն մայր ես, կին ես, ընտանիքի հենասյուն ես, այդ առումով է ավելի շատ նաև կյանքումդ շատ բաներ վերարժևորվում։ Օրինակ, եթե նախկինում ես առաջին, երկրորդ կուրսից ավտոմեքենա եմ վարում, առաջ եթե կարող էի ինքնամոռաց ոտքս դնել եւ այդպես սլանալ քամուն ընդառաջ, այժմ ես 100 անգամ ծանրութեթև եմ անում, որովհետև ավտոմեքենայի մեջ կան 2 երեխաներ եւ այդտեղ ավելի շատ ըստիս խոսում է տարիքը եւ այն, որ դու այլևս միայն քեզ համար չէ, որ պատասխանատու ես, քան այդ փորձությունները, բայց կրկնում եմ իմ պարագայում, որովհետև այնքան հստակ արժե համակարգ է եղել ձևավորված, որ ասեմ այսպես շատ գլխի վայր ինչ որ բան շրջվել է, ոչ, բայց հասկացել եմ մի բան, երբ մահվան ճիրաններում ես լինում, հասկանում ես մի բան, ձեռքբերումներ, նվաճումներ, շքեղ կյանք, գեղեցիկ, թանկ ապրանքանիշերի ինչ որ իր պարագա կամ ոսկեղեն ու ադամանտ ամբողջը աղբ է եւ ամբողջը ոչինչ է, որովհետեւ երբ աշխարհափոխ լինես, գնաս այն աշխարհ, դրանցից եւ ոչ մեկը քեզ հետ չես կարողանալու տանել եւ սա այնքան պարզունակ բան եմ ասում, այնքան ակնհայտ, բայց սա երբեմն մարդկանց մոտ բառերի մակարդակում է, բայց դու տեսնում ես, որ մարդը որքան է արժևորում նյութը, բայց այն մարդիկ, ովքեր գեթ մեկ անգամ հասել են այն աշխարհի դուռը եւ ետ են եկել,
իրենք այնքան լավ գիտեն այդ կյանքի գինն ու մնացած ամեն ինչի անարժեք լինելը, որովհետև նժարի վրա երբ դնում ես, ամեն բան ոչինչ է քո կյանքի թեկուզ գետ մեկ ավելի ամիս կամ տարի ապրելու դիմաց։ Հարաբերություններն են գալիս առաջին պլան այդ ժամանակ։ Այն հարաբերությունները, որ ստեղծել ես, ժամանակից սկսում ես վերաբերել որպես աշխարհի ամենաթանկ ռեսուրս։ Այժմ էլ ինձ համար իմ ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է, որովհետև ես կգերադասեմ օրինակ իմ թանկ ժամանակից իմ ծնողների համար ժամանակ հատկացնեմ թեկուզ հեռախոսով խոսելու համար, որովհետև իրենք հեռու են ապրում, քույրերիս համար, թանկ ու հարազատ մարդկանց համար, իսկ երբ շատ երիտասարդ ես եւ թվում է թե որևէ խոշոր խնդիր չունես, դու այնքան տարված ես կարիերայով, աշխատանքով, հաջողության հասնելու այդ ձգտումով, այդ ամբողջ ամբիցիաներով, որոնք ինչ որտեղ նաեւ օրինաչափ են եւ շատ բնական է, որ տակավին երիտասարդ կամ պատանի մեկին պետք է շատ հուզի իր առաջխաղացումը, բարձունքների հասնելը եւ այլն, բայց այդ փորձություններից հետո հասկանում ես, որ ամենաթանկ ձեռքբերումը, որ դա ունես, ոչ թե այն պատվոգրերն ու մրցանակներն ու, չգիտեմ, աշխատանքային հաջողություններն են, այլ այն, որ դու թանկ մարդկանց համար ժամանակ ունես, որ դու կարող ես հանգիստ այդ օրը գրողի ծոցն ուղարկել բոլոր գործերը, վերցնել երեխաներիդ եւ իրենց հետ օրն անցկացնել կամ ծնողներիդ հետ որևէ սրճարան գնալ եւ մեկ գավաթ սուրճ կամ թեյ վայելել առանց մտածելու որ վայ մի 2 կոպեկ պակաս կաշխատեմ այս սրա հաշվին։ Այն նման բաները առավել առաջին պլան են գալիս եւ ես մարդ ով իր 24 ժամվա 20 ժամն աշխատել է, այժմ իմ կյանքը այնպես եմ դասավորել, որ ես ավելի շատ կարողանամ ինձ թանկ ու հարազատ մարդկանց հետ լինել եւ նաեւ զուգահեռ աշխատել, որովհետեւ ես այլևս չեմ տեսնելու իմ երեխաների այս տարիքը։ Ախր եթե անգամ առողջական խնդիր չունենաս, երբ դու բաց ես թողնում քո երեխաների առաջին քայլերը, դրանք այլևս երբեք չեն կրկնվում։ Դու կարող ես երեխաներիդ ամենաթանկ մանկապարտեզներն ու դպրոցները տաս, որ նրանք գնան, շքեղ լավ պայմաններում սովորեն կամ մեծանան եւ այլն, բայց արդյոք նրանք դա են ուզում։ Նրանք ուղղակի ուզում են մայրիկ սովորական բազմոցին նստած միասին խաղալիս կամ ինչ որ մի բան դիտելիս ունենալ եւ ոչ թե թանկարժեք դպրոց ունենալ, որը մի քանի միլիոն արժի։ Դեռ երեխա ժամանակից սկսած ես հիշում եմ պատմությունը, նախորդ հանդիպման ժամանակ պատմեցիք, որ ունեցել եք հոսանքին հակառակ գնալու համարձակությունը, նույնիսկ աշակերտ լինելով կարողացել եք ընդդիմանալ ուսուցչին, եթե սխալ բան եք տեսել, ասել եք, որ դա սխալ է, իմանալով, որ դա հետևանքներ է ունենալու ձեզ համար, մտածել եք այն մասին, որ միշտ է պետք պայքարել, թե կան դեպքեր, երբ պայքարում ես ու հետո հասկանում ես, որ այստեղ պետք չէր, այս իրավիճակը արժանի չէր պայքարի, որտեղ պայքարող մարդիկ երբեմն կարող են ավելի շատ պայքարներ մղել, քան պետք էր, քան դա իրենց օգուտ կտար։ Որ դեպքերում է, որ դուք հասկանում եք, որ պետք է պայքարել, որ դեպքերում է, որ մտածում եք, որ հիմա արդեն մտածում եք, որ պետք է իրավիճակը բաց թողնել։ Իրականում պայքարող տեսակի համար ճիշտ եք, երբեմն դու պայքարում ես ուղղակի, որովհետև տեսակդ է այդպիսին, որովհետև ըմբոստ ես եւ չես կարողանում լռել, հանդուրժել, չես կարողանում անտարբերությանը աչք փակել, բայց դա միշտ չէ, որ քեզ ինչ որ օգուտ է տալիս եւ անձնապես քեզ համար է։ Երբեմն դու այլ մարդկանց համար ես պայքարում, այլ մարդկանց արդարության համար ես կռիվ տալիս եւ մեկ էլ հանկարծ բացահայտում ես, որ ինձ դա պետք չէ։ Մարդը լավ էլ հանգիստ հով իր համար այդպես նստած էր։ Եվ ավելին ասեմ, որպես կանոն ես իմ կյանքում շատ է եղել, որ միջամտել եմ եւ պայքարի եմ նետվել ինչ որ մեկի կամ ինչ որ երևույթի համար եւ հետո հասկացել եմ, որ այդ մարդը անգամ շնորհակալ էլ չի ինձ եւ երևի հոգու խորքում մտածում է իսկ քեզ ով էր խնդրել։ Ուղղակի կրկնում եմ, դու տեսակով այդպիսին ես, դու չես կարողանում հանդուրժել այդ անարդարությունը, բայց հետո պարզվում է, որ այդ մարդուն դա ոչ էլ պետք էր։ Եղել է ամուսինը, որ կնոջը ծեծում է, երեխա եմ եղել, գնացել դուռը թակել եմ, ասել եմ ներեցեք դուք օգնության կարիք ունեք, երեխայի է, բակում խաղում էի։ Ինձ ասել են գնա, քո գործը չի, կինը, հենց կինը, ձեր գործը չի, գնացեք։ Եղել է ինչ որ մեկին ում դպրոցում նեղացրել են իր համար ես կռիվ եմ տվել, վերջում ինքը անգամ չեկավ
բարձրաձայնելու իրականությունը ինչպես է եղել եւ որ ես այդտեղ մեղք չեմ ունեցել։ Լինում է ժողովրդիդ համար ինչ որ պայքարի ես մղվում, բարձում է ժողովրդին դա ոչ էլ պետք է։ Մարդիկ ասում են, բա ինչ է, ուզում եք նախկինները վերադառնան։ Ասում եմ Ժորժ ջան, չեմ ուզում նախկինները վերադառնան, ինձանից շատ պայքարած չլինեք նախկինների դեմ։ Բայց ես ուզում եմ, որ որպես ժողովուրդ մենք վերջապես գանք այն ինքնագիտակցությանը, որ ընտրում ես իշխանություններ քեզ ծառայելու համար եւ ոչ թե պետք է բերես գլխիդ նստածնես, ինչա թե նախկինները վատն են եղել։ Ինձ երբեմն ասում են, ինչու այժմ չեք պայքարում։ Նախ այժմ չեմ կարող շատ լայն ու մեծ պայքարների մղվել իմ առողջական խնդիրներից ելնելով։ Ես սրտի այնպիսի ախտորոշումներ ունեմ, որ ինձ առհասարակ հակացուցված է եւ ստրեսները, եւ լարումը, եւ սահմանային իրավիճակները եւ այլն։ Եվ ես կրկին պատասխանատվություն կրելով իմ երեխաների համար, ես փորձում եմ ինչ որ միտեղ ինձ վրա շատ աշխատել, ինձ շատ դժվար է դա տրվում։ Ես ամեն րոպե կրկին ուզում եմ նետվել պայքարի։ Հետո ասեմ անի հանգստացիր, նստիր տեղդ։ Դու այս պահին չունես այդ ռեսուրսը դա իրականացնելու։ Բայց էլի մեջդ կրակներ են եփվում, չես կարողանում լռել։ Եվ մյուսը ինչու չեմ նետվում այդ պայքարին, որովհետև ես չեմ տեսնում հանրային իսկապես խիստ պահանջը։ Օրինակ իմ որդին ես նրա մեջ էլ տեսնում եմ այդ պայքարող ոգին, ասում է մենք չենք օգտվում քաղաքային տրանսպորտից, բայց երբեմն խիստ անհրաժեշտության դեպքում, եթե ես չեմ հասցրել նրան դպրոցից վերցնել, պետք է ավտոբուսով այդ մի քանի կանգառը գա, ասում է ես էլ եմ բոյկոտելու, չեմ վճարելու։ Տես, նրա մեջ էլ է խոսում այդ պայքարի ոգին։ Երեխան ինքը համաձայն չէ, որովհետև մենք այլ իրականություն ենք տեսել նաև Եվրոպայում, մենք տեսել ենք, որ այո, կարող ես թանկացնել, եթե բարելավում ես ուզում, բայց դու պետք է սոցիալական յուրաքանչյուր խմբի համար շատ խիստ տարբեր մեթոդներ մշակես, որպեսզի բոլորի համար մատչելի եւ հասանելի լինի։ Այս թեմայով իհարկե շատ երկար կարող ենք խոսել, պարզապես նաև բոլոր այդ հանդիմանություններին ինչու չեն պայքարում։ Նախկինում գիտեինք ում դեմ ենք պայքարում, ինչի դեմ ենք պայքարում, ինչու ենք պայքարում։ Այժմ այնքան բևեռացված է, մի կողմից ուզում է ժողովրդիդ համար լավ բան անես, բայց մեկ էլ մի խումբ գալիս են սվիններով ու քեզ մեղադրում են մի բանում, որ դու քավլիցի դրա համար չէ, որ պայքարում ես։ Ես որպես մարդ, ով միշտ աշխատել է փոքրուց եւ ով ինչ նպատակ ունեցել է, հասել է դրան իր քրտնաջան աշխատանքով անկախ օրվա իշխանություններից, ես եթե էգոիստ մարդ լինեի, միայն ինքս իմ մասին մտածեի, կասեի, եղբայր, ես նախկինում էլ էի լավ ապրում, այժմ էլ եմ լավ ապրում, վաղն էլ եմ լավ ապրելու, որովհետև ես ամեն օր կռիվ եմ տալիս իմ լավ ապրելու համար։ Մնացածն էլ թող ամեն մարդ իր գլխի ճարը տեսնի, բայց ես այդպես չեմ մտածել երբեք։ Տեսել եմ անարդարություն, տեսել եմ, որ իմ երկրում ինչ-որ միտեղ ինչ-որ բան սխալ է, ցանկացել եմ ինչ-որ հանրօգուտ գործ անել, նետվել եմ այդ պայքարին, բայց երբ դու տեսնում ես, որ քո պայքարը սխալ է ընկալում, ասում ես քավլիցի կներեք ես ձեզ համար, դուք ում համար, բայց արդյունքում նաև գիշերները երբեմն գլուխդ դնում ես բարձին եւ հաշտ չես ինքդ քեզ հետ, որովհետեւ ասում ես լավ, բա հայրենիքս այս պահին միգուցե մի խումբ մարդիկ չեն գիտակցում, որ հայրենիքին ենք վնասում եւ բոլորս հագուրդ տալով այդ որոշակի հանրային տրամադրություններին, որ որոշ թվով մարդկանց ամեն ինչ շատ լավ է, բայց մեր հայրենիքն է տուժում։ Այդ տեսեք, որպես պայքարող տեսակ ես ինքս ինձ հետ միևնույն է կրկին ներդաշնակ չեմ, հաշտ չեմ, բայց ես ոչ թե ուզում եմ կռիվ մղել, պայքար մղել, որովհետև ես անձնային եւ անձնական ինչ որ խնդիր ունեմ որևէ մեկի հետ եւ անձնական ինչ որ հաշիվներ են դրանք, ոչ, ես ուղղակի ուզում եմ, որ իմ երկրում ինչ որ մի բան դեպի դրականը փոխվի։ Ես ուզում եմ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես ուզում եմ, որ իմ թոշակառուն ինձ սուպերմարկետում չմոտենա եւ խնդրի, որ ես իրեն հացի կամ մսի գումար տամ։ Ես ուզում եմ, ինչպես Եվրոպայում, իմ թոշակառուն հնարավորություն ունենա իր ստացած թոշակով ինքնաբավ ապրել, դեղի համար չանհանգստանալ, որ իր դեղահաբը վերջանում է, իսկ ինքը գումար չունի։ Եվ այսպես անթիվ անհամար պատճառներ կարող եմ թվարկել, որ ես որպես պայքարող մարդ ինչու եմ ուզում պայքարել, ինչու եմ ուզում, որ ազգային ժողովի այն շատ անշուք սրճանի համար, որի համար միլիոններ են ծախսվել, դրանք չծախսվեին, այլ ուղղվեին մի շատ կարևոր գործի։
Ոչ թե նրա համար, որ ես ինչ-որ մի բան ունեմ այսօրվա իշխանությունների կամ երեկվա կամ վաղվա իշխանությունների դեմ, այլ ուղղակի, որովհետև ես սրտացավ եւ պայքարող տեսակ եմ։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը չեմ ասում գեշ շքեղ կյանքով ապրի, ցանկացած երկրում կան խնդիրներ, բայց ես ուզում եմ, որ մեր տարեցը, ծերը, հաշմանդամը, ֆիզարցակուրթում գտնվող ծնողը չունենա տագնապներ վաղվա ապրուստի համար, այլ ապահով լինի, որ ինքը ապրում է մի երկրում, որտեղ իր համար հոգ են տանում, որովհետև այդ պահին ինքը ունի դրա կարիքը։ Անի, երբ ձեզ մոտ այդ ախտորոշումը հայտնաբերվեց, բժիշկները կարողացան բացատրություն տալ։ Ինչու է դա եղել։ Քաղցկեղին առհասարակ չկա բացատրություն, ինչպես շատ Հասկանալի, հիվանդությունների։ բայց մասնավորապես ձեր դեպքում Իմ պարագայում ինչն էր ամենատարօրինակը, որ երբ լրացնում են այնտեղ այդպես հարցաթերթիկներ կա, ծխում եք ոչ, թմրանյութեր օգտագործում եք ոչ, ալկոհոլ օգտագործում եք ոչ, չգիտեմ, քիմիական գործարանում ճառագայթման հետ կապված ինչ որ երբևէ գործ արել եք ոչ, Գենետիկան ինձ մոտ գենետիկ անալիզներն են արել, հետազոտությունները ինձ մոտ հերքվել է, այսինքն գենետիկ հենքել չի ունեցել եւ նաեւ այն ախտորոշումը, որը ես եմ ունեցել, որպես կանոն լինում է 50-60 տղամարդկանց մոտ հիմնականում եւ մարդկանց մոտ, ովքեր կամ ճառագայթման կամ քիմիական ինչ որ գործարաններում են աշխատել կամ ինչ որ շատ ստրեսային, ինչ որ պատերազմող երկրներից կամ ինչ որ բնական աղետներից հետո ինչ որ շատ այդպես ցնցումներ տարած, ոչ մի կերպ չէին հասկանում ինչու հենց անմիջապես AML, որովհետեւ որպես կանոն, երբ չարորակարյան քաղցկեղը կրկնվում է, այդ դեպքում է որպես կանոն նաեւ լինում, որ արդեն AML է լինում։ Դա ագրեսիվ տեսակ է, շատ արագ զարգացող տեսակ է եւ օրինակ եթե որոնողական ծրագրերում AML գրեք, որպես կանոն ես որ ընթերցում էի, սարսափում էի 4-ից 6 շաբաթվա կյանք էին խոստանում։ Եվ ես փակում էի սարսափած, ասում էի Աստված իմ ոչ, սա ինձ չի վերաբերում, եւ ես իմ բժիշկներին էլ էի դա ասում, վերջում էլ երբ ես վերջին քիմիոթերապիայի կուրսը հրաժարվեցի ընդունել եւ դուրս գրվեցի իմ կամքով ստորագրությամբ հիվանդանոցից, ես ասացի մի բան, որ ես հասկանում եմ ձեզ, որ ձեր բժշկական պրոտոկոլները եւ վիճակագրությունը այլ բան է ասում, բայց ես գիտեմ, որ մարդկային ճակատագրերը դրանք շատ անհատական են եւ յուրաքանչյուր մարդ նաեւ պետք է իր Աստծուն լսի եւ իր սրտին լսի, իսկ ես վստահ եմ, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել։ Իսկ դուք ձեր ներսում պատճառներ որոնում եք անընդհատ, ինչ պատասխաններ։ Եթե ինձ լսեք, ես գիտեմ ինձ մոտ ինչու է այդ ախտորոշումը եղել։ Ուղղակի վախենում եմ այժմ բարձրաձայնեմ, որ որոշ բժշկական կրթություն ունեցող մարդիկ չկան ինձ դատապետել կամ սվիններով։ Ես վստահ եմ ինչու է այդ ախտորոշումը ինձ պատահել եւ ես գիտեմ դա ինչու է եղել եւ նաեւ այսօր էլ այն առողջական խնդիրները, որոնք հետևանքն են շատ ծանր քիմիոթերապիաների, բայց որոշ տկարամիտներ համարում են, որ ինչու է իր հետ անդադ առողջական խնդիրներ պատահում եւ դա վերագրում են այս կամ այն ոչ արդարացված պատճառների, իրականում շատ մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու, որ շատ ծանր քիմիոթերապիաները անհետևանք չեն անցնում եւ դրանք շատ խորը հետք ու հետևանք են թողնում քո առողջության վրա եւ այժմ շատ իմ առողջական խնդիրներ, որքան էլ ես ջանում եմ եւ աշխատում եմ ինձ վրա, որպեսզի ես չունենամ հիվանդի տեսք եւ իմ ճակատին գրված չլինի, որ ես առողջական լուրջ խնդիրներ նաեւ այժմ ունեմ եւ իմ ամեն օրը դա պայքար է արժանապատիվ կենսակերպի համար, որպեսզի ես չլինեմ տկար եւ որքան էլ ունեմ հաշմանդամության կարգ, բայց մշտապես խնամողի կամ ինձ համար հոգ տանող մարդկանց կարիքը չունենամ, դա ամենօրյա կռիվ ու պայքար է, բայց եթե վերադառնանք 2018 թվական եւ այն ծանր ախտորոշումը արյան չարորաքաղցկեղը, որը ինձ տրվեց, ես գիտեմ դա ինչի հետևանք է եւ ես գիտեմ դա ինչու եղավ եւ ես նաեւ մի բան գիտեմ, որ շատ էի կարդում հիվանդանոցում բարկած, գուցե շատ մասնագետներ ինձ հետ չհամաձայնեն, բայց օրինակ Գերմանիայում շատ մասնագետներ ինձ հետ համակարծիք էին, որ այո, շատ հիվանդությունների հիմքում հոգեսոմատիկան է։ Այսինքն ստրեսի հետևանքով։ Պսիխոսոմատիկան հիմքն է, որից քո օրգանիզմում կարող են այն բջիջները, այն ամենը, ինչը քնած էր կամ ինչ որ միտեղ ինքը հանգիստ իր համար սպասում էր,
իր համար բարենպաստ տիրույթ է ստեղծվում գլուխ բարձրացնելու եւ քեզ խժռելու։ Անի իսկ դա կարող է ուժեղ լինելու հետևանք լինել, եւ դու ներսում անընդհատ դա փորձում ես ծածկել։ Դա երբեմն համակցություն է, ուժեղ, տոկուն, մշտապես պայքարելու, չհանձնվելու, երբ դու երկար տարիներ սպառում ես քեզ, քո ռեսուրսը, քո էներգիան, դու այսպես քեզ դանդաղ այրում ես եւ մի օր վերջնական այրումն է տեղի ունենում, երբ դու բոլորովին ոչնչացրել ես քո եւ ռեսուրսները, եւ էներգիան, եւ առողջությունը, եւ նյարդերը, եւ հոգեհուզական վիճակը, եւ մյուս կողմից դա շատ երկար ստրեսների մեջ ապրելու ինձ մի օր մեկն ասեց, հա, բայց բոլորն էլ ունենում են, չէ՞ ստրեսները, բայց չէ՞ որ ստրեսների համեմատությամբ ամեն բան են, որ ասում է համեմատության մեջ է երևում։ Մեկ բան է դու մի օր երկու օր ստրես տարար, մի բան է, երբ երկար տարիներ դու ստրեսային իրավիճակներում ես շարունակաբար հայտնվում եւ քո կյանքում ինչ որ սև գիծ է սկսվում, որին նաև X մարդիկ բարբերաբար նպաստում են եւ երկար ժամանակ ամեն բան անում են, որպեսզի քո կյանքը քայքայեն, քո կյանքում մշտապես բացասական ներգործություն ունենան եւ արհեստականորեն քեզ համար անընդհատ խոչընդոտներ են ստեղծում եւ դու ամեն օր ստիպված ես օրինակ արթնանալ եւ կռիվ տալ եւ պայքարել այն դեպքում երբ ուրիշ մարդիկ ուղակի արթնանում են եւ այո միգուցե կրկին ունեն պայքարելու աշխատանքային ինչ որ խնդիր ունեն չգիտեմ տանը գուցե ամուսնու հետ այդ օրը գժտվել են բայց երբ որ դու շատ երկար տարիներ շատ լուրջ ու խորը ստրեսների եւ հոգեբանական ապրումների մեջ ես դա արդեն բոլորովին այլ ստրեսային, այսպես ասած, լարվածություն է։ Վստահաբար ձեզ նաև ընտանեկան տարբեր բարդությունների մասին երևի հարցեր կտան, եւ դուք էլ նախկինում բաժանություն եք ունեցել։ Այս հարցերում խորհուրդներ տալիս եք, թե ձեռնպահ եք մնում խորհուրդներ տալուց։ Աշխատում եմ անձնապես յուրաքանչյուր անհատական առանձին դեպքի համար մարդուն խորհուրդ չտալ, ինչու, որովհետև ինքս միշտ համոզված եմ, որ երկուսի աշխարհը երրորդին ընկալելի եւ հասկանալի չէ, որովհետև կան չէ զույգեր իրար կարող ածեցեն, ջարդեն, ավիրեն, աշխարհի տակի բառերն ասեն, երկրորդ պահին այնպես ողջագուրվեն, իրար սիրեն, գուրգուրեն, կարծես դա իրենք չէին։ Նայում ես կողքից, ասում ես Աստված իմ, adekvat են թե ոչ, բայց արի ուտես, որ դա իրենց իրականությունն է, իրենք առանց իրար չեն կարողանում, բայց իրար հետը չեն կարող, եւ այդտեղ խորհուրդ տալ, որ գիտեք, այսինչ դուք անում եք, սա նորմալ չէ, ամուսնալուծվեք, իհարկե կլինի անիմաստ գործ, դրա համար անհատական դեպքերի ժամանակ առհասարակ նախ միշտ ձեռնպահ եմ մնում խորհուրդներ տալուց, միշտ ավելի շատ ուղերձներ եմ մարդկանց փոխանցում, որpիսի ամեն մեկը ինքն իր դեպքը, ինքն իր առանձին պատմությունն իմանալով իր դասը քաղի, որը որ շատ շատերին է եղել, որ օգնել է, օրինակ ես կարող եմ խորհուրդ տալ, որ բռնության ունակ մարդը չի փոխվելու։ Մի ներեք։ Իմ, ասում է տառապանքս փորձ ունի։ Ես իմ կյանքի փորձից ելնելով մարդուն կարող եմ ասել չի փոխվելու, չսպասես, որ 10 օր քնեք արթնանաք, չգիտեմ, 10 ծաղկեփունջ կամ շքեղ մատանի նվիրելուց հետո այդ մարդը իսկապես գիտակցել է եւ այն ներումը, որ քեզանից հայցել է, դա իսկապես անկեղծ է եղել եւ ինքն իր վրա աշխատում է, որպեսզի այլևս երբեք ձեռք չբարձրացնի կամ բռնությունը միայն ֆիզիկական չէ, լինում է հոգեբանական բռնություն, տնտեսական, տարբեր ձևերի կարող է բռնությունը լինել, որը տարիների ընթացքում քեզ հյուծում է, բայց շատ շատերը ականջալուր չեն լինում, իսկ հետո ունենում են շատ վատ ծանր հետևանքներ։ Եվ հետո այլ բան էլ կա, չէ, հիմնականում փորձում են սխալ փնտրել իրենց մեջ։ Մտածում են, որ եթե ես սա այսպես անեմ, այլ բռնություն չի լինի։ Դա եւ նաեւ օրինակ իմ սխալը, որը ես արել եմ, բայց որը փորձում եմ այլևս երբեք չանել, երբ ինքդ քեզ մխիթարում ես եւ համոզում ես եւ դիմացինին արդարացնում ես քեզ համար այդ պահին པարս ինչ որ ճշմարտությամբ, որ իսկ որ մեկսենք անթերի, ես չունեմ սխալներ, իսկ ես չեմ անում սխալներ, բայց կրկին չէ որ սխալը սխալի հետ համեմատած ունի ինչ որ հստակ տարբերություն։ Դու էլ ես սխալվում, դու էլ անթերի չես, դու էլ կարող է, չգիտեմ, ինչ որ մի բան ես անում, որ կողակցիդ դուրս չի գալիս։ Բայց երբ խոսքը արդեն բոլորովին այլ բաների մասին է, դու չպետք է դիմացինի թույլ տված անմարդկային քայլերը կամ անընդունելի քայլերը արդարացնես, որովհետև դու էլ իդեալական չես, այո, որևէ մեկս իդեալական չենք, բայց դու պետք է գիտակցես մի բան, որ
քո ոչ իդեալական լինելը կապ չունի նրա հետ, որ դու աչք ես կոծկում կամ երկար ժամանակ հանդուրժում ես դիմացինի թույլ տված ոչ ընդունելի արարքները ընտանիքում։ Իմ անձնական կյանքի մասին այս շրջանում ինչու են շատ հարցեր նաև տալիս։ Իմ ընտանիքում այժմ մի իրավիճակ է եւ իմ անձնական կյանքում այնպիսի փորձությամբ է ընտանիքն անցնում եւ զույգն անցնում։ Մենք ապրում ենք տարբեր երկրներում, իմ ամուսինը այնպիսի մի փորձանքի մեջ է ընկել, որ ես չգիտեմ ես հաջորդ անգամ նրան երբ կտեսնեմ, եւ ես այժմ միայնակ երկու երեխայի հետ եւ լուրջ առողջական խնդիրներով եւ Հայաստանում չունենալով ընտանիքի անդամներից եւ որևէ մեկին, որովհետեւ եւ իմ կողմից եւ ամուսնուս կողմից բոլորն արտերկրում են ապրում եւ ես բոլորովին միայնակ եմ Հայաստանում մենակ, իմ խաչը փորձում եմ որքան հնարավոր է պատվով տանել։ Շատ աղջիկներ կասեին, փակում եմ այս էջը եւ անցնում եմ առաջ։ Եվ ես այսօր այնքան շատ եմ լսում ամուսնալուծությունների մասին, որ կրկին իմ գլխում չի տեղավորվում, որ մարդիկ ինչպես են կարողանում այդպես թեթև հեշտ գալ նրան, որ եթե ինչ որ մի բան իրենց կոմֆորտ զոնայից, իրենց հարմարավետության տիրույթից դուրս է, ուրեմն ինչու իրենց նեղություն տան, ինչու ցավ ապրեն, ինչու պայքարեն, ինչու միայնակ կրեն այդ ողջ բեռն ու պատասխանատվությունը եւ շատ արագ վերջ ամուսնալուծություն։ Գուցե շատերն ասեն ինքը ամուսնալուծված լինելով ինչպես է այժմ խորհուրդ տալիս չամուսնալուծվելու եւ ընտանիքին հնարավորություն տալու եւ պայքարելու, այո, տալիս եմ, որովհետեւ ես այդ մարդկանցից չեմ եղել եւ այդ մարդը չեմ, ով առաջին իսկ փորձության դեպքում Վստահ երկար պայքարել եք, որ դա տեղի չունենա։ Եվ ես չեմ հասկանում, երբ ամեն աննշան բանից ասում են վերջ բաժանվում եմ։ Չէ որ դա ընտանիք է, չէ որ դու օրինակ մի օր որ երեխադ քո ցանկացած կերպ չի վարվում կամ քո ակնկալիքները չի արդարացնում, չես ճամպրուկը հավաքում, դռան դեմը դնում, ասում վերջ բալաջան, գնա, դու չարդարացրեցիր իմ սպասելիքները, ես մի ուրիշ ավելի լավ երեխա կգտնեմ ինձ համար։ Ընտանիքը ինձ համար այնպիսի մի հասկացություն է, որ դու այնտեղ ոչ թե ընտրում ես, այսօր քեզ լավ է, հարմարավետ է, ամուսինդ լավ կարգավիճակում է, քեզ ադամանտ նվիրեց, ոսկի նվիրեց, մեքենա նվիրեց, իր կողքին ես, իսկ վաղը չունի այդ հնարավորությունները, դեռ մի բան է, կարող է դու ես ստիպված լինում նրա ընկած փորձանքների միջից նրան օգնել դուրս գալու, ուրեմն վերջ դու ձեռքերդ լվանաս, քաշվես մի կողմ, որովհետև ես չի ստորագրել սրա տակ, ես բարեկեցիկ կյանք էի պատկերացնում, բայց չէ որ դա ընտանիք է, դու գործարք չես կնքել եւ ի վերջո միությունը եկեղեցում, երբ ես երկրորդ անգամն է, որ եկեղեցում խորանի առջև եմ ամուսնացել եւ ես միշտ դա եմ ասում, մենք խորանի առջև տալիս ենք խոստում լինելու մեր կողակցի կողքին լավ եւ վատ օրերին, չէ, առողջ եւ հիվանդ ժամանակ։ Միշտ չէ, որ տատիկիս ասած լեն ու բոլ պայմաններ են լինելու։ Կարող է այդ լայն եւ շքեղ եւ բարեկեցիկ եւ ապահով պայմանները երկար տարիներ չլինեն, բայց միասին պետք է մաքարեք եւ դուրս գաք։ Եվ օրինակ, եթե զույգերից մեկը ամուսինը կամ կինը ընկել է փորձության մեջ եւ փորձանքի մեջ, դու չպետք է նրան թողնես այդ փորձանքի մեջ։ Ինձ համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի, չէ՞ որ միայն ֆիզիկական դավաճանությունը կամ այլ անձի հետ դավաճանությունը չէ որ դավաճանություն է, ինձ համար նաև դավաճանություն է այն, որ դու փորձանքի պահին քո կողակցին միայնակ թողնես եւ ասես, գիտես ինչ կա, ես բոլորովին այլ կերպ էի պատկերացրել մեր կյանքը եւ շնորհակալություն, հաջողություն։ Մենք բաղկացած ենք չէ մեր մանկությունից եւ մեր մանկության սպիները հետո մեծանում բարդույթներ են դառնում։ Դուք ինչ կոմպլեքսներ, բարդույթներ եք բերել մանկությունից։ Ոչ մի Կրկին, ես շատ փոքր տարիքից, քանի որ ես շատ նիհարակազմ եւ բարձրահասակ եմ եղել, ինձ շատ են փորձել իմ հասակակիցները եւ ոչ միայն հասակակիցները նեղացնել, այժմ սիրում են չի ասել բուլինգի ենթարկել, այն ժամանակ մենք այդ բառը չգիտեինք, ասում էինք վրաերթի են ենթարկում, շատ են ինձ փորձել վրաերթի ենթարկել, նաեւ երբ ինչ որ նոր միջավայրում եմ հայտնվել, որ ես բոյլուխ եմ, ջայլամ եմ, ընձուղտ եմ, մակարոններ, օրենին ոդքերը եւ այլն։ Ես բոլորի հախից եկել եմ լավ տեղին, երբ շատ փոքր էի ծեծում էի, այո, ես այդպեսին եմ եղել, շատ չար աղջիկ եմ եղել, ես իմ դասարանի տղաներին, երբ երկրորդ դասարանում տեղափոխվեցի այլ դպրոց եւ ինձ փորձեցին նեղացնել, ես անգամ դասարանի տղաների հախից գալիս էի իրենց ծեծում էի, որ իրենց տեղը ճանաչեն, երկրորդ անգամ ինձ չհամարցակվեն նեղացնել,
եւ շատ արագ իմ շուրջ այդ կարգու կանոնը ստեղծում էի, որ իմանան ում հետ գործ ունեն եւ որ ասում են չշփոթվեն եւ ինձ չնեղացնեն ու ես անգամ այդ տարիքում շատ հասուն գիտակցություն ունեի, ես չէի ընկալում, ասում եմ, հիմարները ինչու են մարդուն արտակինի համար նեղացնում։ Ու ես չէի ընկալում ինչու են մարդուն մեկը գեր է, մեկը նիհար է, մեկը ակնոց է դնում, այն մյուսը չգիտեմ, քիթը մեծ է, այն մյուսի աչքերը շիլ են, ոնց կարելի է մարդուն արտակինի համար նեղացնել։ Եվ ես թույլ չէի տալիս, որ դա ինձ մոտ վերածվի սպիի, տրավմայի, ես ուղղակի հասկանում եմ, որ իրանք հիմարների մեկն էին, ասում էի, այ ես կդառնամ հայտնի մանեքենուհի, այ ես կդառնամ հայտնի լրագրող ու իրանք կիմանան ում են նեղացրել։ Ես իմ ցավը, ես ապրում էի ցավ այդ պահին, որ ինձ նեղացնում են, բայց ես իմ ցավը չարության եւ սրտնեղության չէի վերածում, ես դա վերածում էի մարտահրավերի ու պայքարի, ես ուզում էի ինձանից կերտել այնպիսի մեկը, որ իրենք զղջան, որ ինձ նման արժանի անհատականությանը վիրավորել ու նեղացրել են, իսկ այն շատ այժմ նորաձև տենդենսը, որ փորձում են մարդկանց ուղեղները լցնել, որ այ ծնողներդ ինչ որ մի բան քեզ չեն տվել կամ ճիշտ չեն տվել, ճիշտ չեն դաստիարակել, ճիշտ չեն վարվել եւ դու այդ ցավը, այդ սպին քեզ հետ բերում ես, դարձում ես քո կյանքի ուղենիշը, հետո դա դու քո ընտանիք ես բերում։ Ես կրկին դա վերագրում եմ մարդկանց հոգեվոր դաշտի անկայունությանը եւ ոչ ամրությանը, որովհետեւ եթե դու ուժեղ անհատականություն ես եւ եթե անգամ դու ամենակաոտիկ, ամենավոչ ճիշտ ընտանիքից ես եւ այնտեղ տեսել ես վատ բաներ, աշխատիր քեզ վրա, որ դու նույնը չկրկնես։ Կերտիր քեզանից այնպիսի ծնող, որ քո ծնողների սխալների շարունակողը չլինես եւ այդ շղթան դու ինքդ կտրողը լինես։ Եվ ոչ թե ասես, օ, ես այսպես այժմ մարդիկ իրենց արած ամեն տականքություն, ամեն անմարդկային հայլ, ամեն սխալ ասում են կամ տեսնում եմ ինչ որ մեկը մարդասպանություն է արել կամ վատ արարք է իրեն թույլ տվել, չգիտեմ ձեր հաղորդումը 16+ է թե 18+ հստակ օրինակներով չասեմ, ասենք շատ վատ արարք է թույլ տվել եւ այդ տվյալ հանցագործին կամ չգիտեմ տականքին արդարացնում են, ինչ որ ծանոթ մեկը հայտնում է, գրում է, վայ, որովհետև գիտեք, փոքր ժամանակ էլ իր հետ են այդպես վարվել։ Դե ստացվեց այն, որ ուղակի անառողջ հոգեբանությամբ մեկի հետ գործ ունենք։ Իմ կյանքից այնքան էջերի ծանոթ չեք։ Ես իրականում անգամ վաղ մանկության պատանեկության տարիքում այնպիսի խնդիրների ու փորձությունների եմ բախվել, այնպիսի հարվածներ եմ ստացել, բայց դրանք թողել եմ այնտեղ։ Դրանք ինձ հետ չեն բերել իմ ներկան եւ ապագան, որովհետեւ դա ինձանից կերտելու էր վատ մարդու, սիրտը փակած մարդու, մարդկանց մեջ միշտ պոտենցիալ հանցագործի կամ վատ արարք թույլ տվող մեկի, բայց ես չեմ ուզում այդ ցավով ապրել։ Եվ դրա համար կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր մեղադրում են իրենց ծնողներին, ընտանիքին, X մարդկանց իրենց բոլոր անհաջողությունների մեջ, դարձեք այնպիսի մեկը, ով ինքն է պատասխանատու իր կյանքի համար։ Եվ եթե կարծում եք, ձեզ չի տրվել ինչ-որ մի բան, ուրեմն ինքներդ կերտեք այնպիսի կյանք, որ ինքներդ կարողանաք այն ամեն ինչ ցանկանում եք ձեր երեխաներին կան ինքներդ ձեզ տալ, տակ եւ որևէ մեկին չմեղադրեք։ Ես տանել չեմ կարողանում դա, որ ասում են, «Վայ, երևի այդպես է արել, որովհետեւ ինքը, չգիտեմ, հաշմանդամություն ունի»։ Կարող է այդպես է արել, որովհետև ինքը հիվանդ է։ Կարող է այդպես է արել, որովհետև այ քեզ բան։ Ոչ, ինքն այդպես է արել, որովհետև ինքը այդպիսի մարդ է։ Ես էլ ունեմ հաշմանդամություն։ Կարգով, բանով, ամեն ինչով, թղթով։ Իդ ինչ կապ ունի։ Դա կապ ունի, որ ես օրինակ ինչ որ վատ արարք եմ թույլ տալիս, կամ կապ ունի, որ օրինակ ինձ հետ ինչ որ մեկը իմ կյանքի ինչ որ X փուլում վատ է վարվել, այսօր ես է վատ վարվեմ, հետո ասեմ, վայ, գիտեք, ես մանկությունից այդ տրավմաները ինձ հետ բերում էի, չէ, դու ուղղակի վատ մարդ ես քեզ ձևավորել, ինքդ քեզ վրա չես աշի, ես էլ եմ շատ վատ բնավորության գծեր ունեցել, ես մինչև այսօր էլ ամեն օր դրանց հետ կռիվ եմ տալիս, որովհետև ես օրինակ շատ բռնկուն մարդ եմ, շատ էմոցիոնալ մարդ եմ, ես երբեմն երևույթներ կա, որոնց նկատմամբ շատ անհանդուրժող կարող եմ լինել, ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ, որ այդ սուր եզրերը մի քիչ մեղմեմ, որտեվ ես չեմ ուզում ինձ տեսնել այդպիսին բուրըն, հախուրն, որ չասեն, Անի Քոչարը կռվարար է։ Աշխատում եմ, չէ՞ ինձ վրա, ես էլ անթերի չեմ։ Թուլամորթ մարդն եմ միայն,
իր արարքներն արդարացնում, որ այ ինքն այդպես վարվեց, որովհետև մանկությունից իր հետ տրավմաներ է բերել։ Ուրեմն դու հոգեկան լուրջ խնդիրներ ունես, պետք է գնաս մասնագետի հետ, ուրեմն չես կարողացել այդ ամբողջ process-ները վերջնականապես մարսել, դրանք տեղավորել իրենց ճիշտ դարակներում եւ թողնել անցյալում։ Ուրեմն պետք է գնաս մասնագետի հետ աշխատես։ Հակառակ դեպքում դու հոգեպես անառողջ մարդ ես եւ այդ անառողջ քո կենսակերպը արդարացնում ես նրանով, որ այ քեզ հետ վատ են վարվել։ Անի եւ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Իմ ընտանեկան խնդիրները, ավելի շուտ այն փորձությունները, որոնց մեջ ամուսինս է ընկել ու որոնց հարցում փորձում եմ ինչ-որ կերպ նրան օգտակար լինել։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը։ Ճանաչել Տիրոջը եւ գնալ նրա ետևից, որովհետեւ դրանից ավելի մեծ կանոն ու արժեք չկա։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Աստված եւ այն հոգեվոր սկզբունքները, որոնք որդեգրել եմ ինձ համար։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Շատ բարդ հարց է։ Թերևս որևէ բան չփոխեի, որովհետև յուրաքանչյուր բան, ինչ ինձ հետ տեղի է ունեցել, ինձ օգնել է ինքս ինձ կերտելու եւ լինելու նա, ով այսօր եմ։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Շատ բաների համար, հատկապես սկզբունքայնության եւ մարդու երեսին ասելու այն, ինչ մտածում եմ եւ ոչ թե տանել չեմ կարողանում, որ մարդու մտքին այլ բան է, սրտին այլ բան, լեզվին այլ բան։ Իմը երեքը միշտ նույնն է ու դա ինձ հաճախ չի ներվում։ Ամենավատ աշխատանքը, որ ստիպված եք եղել անել։ Այն երջանիկներից եմ, որ նման աշխատանք չեմ ունեցել, միշտ իմ սրտի աշխատանքներն եմ արել եւ միշտ այդ դրանով շատ երջանիկ մարդ եմ ինձ համարել, որ ինձ տրվել է այդ հնարավորությունը մշտապես իմ սիրած աշխատանքներով զբաղվելու, անգամ օտարության մեջ։ Հավանաբար այս հարցին պատասխանել եք, հիշեցի, որ տարիքի մասին խոսել ենք, այնուամենայնիվ ձեր տարիքին ինչպես եք վերաբերվում, ժամանակը հիմա ինչպես է հոսում ձեզ համար։ Ես ամեն օրն ապրում եմ կարծես Աստծո պարգև, ամեն օր օրվա ավարտին աղոթում եմ, որ ես այդ օրն էլ ապրեցի եւ ըստ դրա տարիքի վրա բացարձակ կենտրոնանալու ժամանակ չի լինում։ Այժմ իմ առջև խնդիր կա դրված ամեն օրը ապրելու եւ եւս մեկ լրացուցիչ օր երեխաների հետ անցկացնելու։ Երբ մարդիկ նայում են ձեր կարծիքով ինչ են մտածում։ Շատ հարաբերական է, նայած ով ինչ սրտով եւ ով ինչ աչքով է ինձ նայում, որովհետեւ ես միշտ այն համոզմանն եմ, որ մենք ամեն բան տեսնում ենք մեր ներաշխարից ելնելով։ Ցանկացած անգամ ամենադրականին, երբ կեղտոտ սրտով ու աչքերով ես նայում, հենց այդպիսին է տեսնում ես։ Իսկ անգամ ամենաանշուկ երևույթին կամ ամենահասարակ մարդուն, երբ սիրառած սրտով ես նայում, բոլորովին այլ մեկն ես տեսնում կամ այլ իրականություն ես տեսնում։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Երեքի դեպքում էլ բնականաբար շատ են, այժմ փորձեմ առանձնացնել։ Մեկը, որ առաջին է կգա ձեր մտքին։ Սիրելի կատարումները երևի Շարլի Շին ասեմ եւ Beatles-ի Yesterday, երկուսն էլ շատ եմ սիրում։ Ֆիլմը Մայրիկը, շատ ֆիլմեր կարող եմ ասել, բայց Մայրիկ ֆիլմը, չգիտեմ, մի ֆիլմ է, որը ես ամեն անգամ նայում եմ կարծես առաջին անգամ եւ ամեն անգամ հուզվում եմ այնպես, կարծես առաջին անգամ էի տեսնում եւ որպես հայ մարդ ինձ համար այդ ֆիլմը, չգիտեմ, մի ուրիշ նշանակություն ունի։ Թեև կրկնում եմ, իրականում շատ տարբեր ժանրի շատ սիրած ֆիլմեր ունեմ, բայց թերևս Մայրիկը նշեմ։ Եվ գիրքը։ Գրքերն էլ իհարկե շատ են եւ շատ տարբեր։ Սեղանիս գիրքը կարող եմ ասել, որ Լևոն Հախվերդյանի զրույցներ մայրենիի մասինն է, որտեղ մասնագիտական առումով եւ ներկայանալի գեղեցիկ ճիշտ խոսք ունենալու առումով ինձ շատ է օգնել եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին, անկախ մասնագիտությունից զրույցներ մայրենիի մասինը հաճախ թերթեն, բայց եթե այդպես կրկին շատ ընդհանրացած եւ շատ սուբյեկտիվ ընտրություն կատարեմ, երևի Աստվածաշունչը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար։